Այսօր մենք հնարավորություն ունենք Տիրոջ տանը իր խոսքը լսենք, իր ներկայությունը վայելենք։ Ինձ համար ինչքան ուզում ես իմ առանձնության մեջ օրհնություններ ստանամ, իսկ օրհնություններ անընդհատ եմ ստանում, մեկ քիչ, մեկ շատ, բայց Տիրոջ տան օրհնությունը դա ամենաքաղցրն է, դա ամենաօրհնյալն է։ Տիրոջ տանը միշտ հեշտ է, թե փառաբանելը, թե աղոթելը, թե խոսքով լսելն ու կիսվելը։ Այսօր ես կուզեմ շարունակեմ այն թեմաներից, որը որ կոչվում է աներևույթ թշնամիները մեր հավատքի կամ հոգևոր մարդու, աներևույթ թշնամիները։ Մի քանի թեմա արդեն անցել ենք, մեր եկեղեցու YouTube կանալում կա, չեմ ուզում բոլորը կրկնեմ, բայց այսօր ուզում եմ շարունակեմ այդ թեմաները, նախ էլի կրկնեմ, որ այն ինչի մասին ես կիսվում եմ ու մի քանի հավաքույթ դեռ կունենանք, այդ թեմաները շատ անգամ մեր համար այնքան սովորական են, որ այսօր մարդիկ ավելի կլանված պատրաստ են լսել, վերլուծել, հաշվարկել, որ օրը, որ տարունա Հիսուսը գալու, հափշտակությունը երբ հակատարվելու, պարգևների դրսևորման, հրաշագործություններ, տարբեր ինչ-որ բաներ, բայց այն ինչի մասին ես կիսվում եմ, սիրելի քույր երեխաներ, դրանք շատ անգամ ավելի մեծ վնաս են տալիս եւ նույնիսկ այն մարդիկ, ովքեր օժտված են Աստծո հզոր պարգևներով, մեծ պտուղներ ունեն ծառայության մեջ եւ այլն, շատ անգամ երբ որ ուշադրություն չեն դարձնում այսպես կոչված փոքրիկ բաների մասին, ավելի մեծ վնասներ են կրում։ Հիշում եք երկերկոցի մեջ սես բան կա, ասում է, այս փոքր աղվեսները ավիրեցին իմ սիրելիս այգին։ Փոքրիկ աղվեսները։ Այսինքն մեծ չեն, էլի փոքր են, դրանց ստենալը դժվար է, բռնելը ավելի դժվար է, ու գալիս են ու այդ խաղողի ողկույզները կրծում, քանդում ու ոչինչ չի հասնում։ Ուզում եմ ասեմ, սիրելի քույր երեխաներ, որ մենք ուշադրություն դարձնենք այս բաների մասին։ Այսօրվա մեր թեման պիտի լինի հաղորդակցությունը քրիստոնյայի կյանքի մեջ։ Այն ինչ որ թվարկում եմ, սրանք այնքան պարզ, այնքան սենց ասած ջրի երեսը, մակերեսին է, որ հնարավոր չի, որ մենք չիմանանք։ Աստծո խոսքն ասում է, որ մենք ուշադրություն դարձնենք, հիշենք հաղորդակցությունը եւ բարեգործությունը եւ հաղորդակցությունը, որովհետեւ այսպեսի զոհերը Տիրոջը հաճելի են։ Այսինքն հաղորդակցությունը Տիրոջը հաճելի զոհ է։ Գիտեք, երևի ես շատ եմ սա թվարկում, բայց ոչ թե այդ մեդալները թվարկելու համար, այլ փորձառությունը ի նկատի ունենալու համար։ Այս 29 տարի ես ովություն եմ անում եւ տեսել եմ հոգեվոր վատ վիճակում քրիստոնյան պատճառներից մեկը նա է, որ ինքը չունի հաղորդակցություն քրիստոնյաների հետ։ Այսօր նույնիսկ հաղորդակցությունը տեղափոխվել է վիրտուալ աշխարհ, սոցցեթի, Facebook, Одноклассник, բան։ Միշտ լավ է Facebook-ը չի աշխատում Ռուսաստանում, ինձ եղբայրներից անդադ բան են գրում, ուղարկում Լանայի, նույնիսկ հովիվներից բան, ես ասում եմ իմ մոտ չի աշխատում, ասում են բան VPN-ը մի ասում, ասում չեմ ուզում։
չի աշխատում, հեչ էլ չի աշխատում։ Բայց մարդիկ, գիտես ինչ, հիմի իմ թորնիկներս հերու են, բավականին հերու են։ Իրանց շատ եմ սիրում, երեխեքիս էլ եմ կարոտում, բայց թորներին մի քիչ ավելի շատ։ Հավատսապով ցույց են տալիս, ոնց որ սոված մարդուն ուտելիք ցույց տաս, ինչ կլինի։ Սկզբից կհիանա այդ ուտելիքով, հետո սկսում է ջղայնանալը, որովհետև այդ ձեռը չի հասնում։ Ինչքան ուզում ես ցույց տուր։ Այդ ցույց տվածը ավելի շատ իշտ է գրգռում։ Դրա համար Լուիզան նկատել է, ասում է, երեխեքին ասում է, պապային 5 րոպեից ավել մեկ ցույց տա, որովհետև սկսում է ջղայնանալը, որովհետև սկսում եմ արդեն, ուզում եմ անջատեմ, որովհետև տենում եմ, ուզում եմ բռնեմ, պաչեմ, սիրեմ, գրկեմ, բայց ճաշ չկա։ Մարդկանց բավարարում է այդ սոցիետերի հաղորդակցությունը, նույնիսկ ընկերությունը բավարարում է եւ դրանով իրանք բավարարում, բայց ասեմ ձեզ, որ դա միայն տանում է դատարկությանը եւ ներսի կողոպտվելուն։ Այսինքն ներսը ոչ մի բանով դա չի կարող լսնել։ Օրենբուրգ միտեղ կա, որ մի անգամ Լուիզայի հետ այդ Տարգովի ցենտրը, ոնց որ առևտրի կենտրոն, գնացինք ու այնտեղ միտեղ կա հետարքիր է այդ իրանց վիտրինայի վրա այդ ուտելիքները, որ իրանք ծախում են, մուլյաժներ է դրած։ Այդ մուլյաժները հնենց գլյանցվի, հնենց փայլուն, հնենց սիրուն կատլետա, ասենք վերմիշելա, ժարիտա, հնենց սիրուն է, սենց նայում ես ու այդ ձև ես ուզում, բայց որ չեն տալիս, շուքն էլ չի արժե, մի հատ ճալորած կատլետ ալեմ, անկապ ժարիտ, վաբշե նման չես գեր, то есть այսինքն դու վիտրինային նայում ես, ասում ես թավոր եմ ուզում, մեկ էլ որ ամանի մեջ չեն տալիս, քու պատկերացումը լրիվ խապված է։ Ինչի համար եմ ուզում, ասեմ սիրելի քույրեր եղբայրներ, այսօր ես ուզում եմ կարճ կիսվեմ կենթանի, իսկական, շոշափելի հաղորդակցության մասին, որ Աստված էլի եմ ասում, այս թեմաները չեմ անցկացնում որպես վարդապետություն, այդ պատճառով շատ Աստծո խոսքից մեջբերումներ չեմ ասում, բերեմ, որպեսզի չերկարանա թեման։ Բայց բոլորդ էլ ավետարան կարդում եք, Աստվածաշունչ կարդում եք, ու այսօրվա իմ ասելու իմաստը նա է, որպեսզի շեշտումներ դնեմ, շեշտեմ կարևոր բաների մասին, որը որ հաղորդակցության հետ է կապված։ Դուք պատկերացնում եք եղնում է, որ եղբայրը քույրիկը մի 20 տարի է հավատքի մեջ է, որ հանկարծ հիվանդանում է չի գալիս հավաքույթին, տնային խմբում, եկեղեցում չեն կարում իմանան, որից է մեկից իրա հեռախոսի համարը, կամ ինչն է պատճառը, որ արդեն լավ մի հավաքույթի որ չի գալի, դե բոլորի մոտեղն եմ, ասում եմ, երևի ինչ որ բան ա եղել, չի եկել։ Մոսկվայի մոմենտով գործ եղել չի եկել։ Բայց այն որ երկրորդը, երրորդը չի գալիս, դե խմբապետը կամ հովիվը սկսում անհանգստանալ, ինչ ա եղել, ու սկսվում է պարզելը, այն ինչ որ ասում եմ, սա մի անգամ չի եղել, երկու անգամ չի եղել, ու նույն մարդու հետ չի եղել, քան մարդկանց հետ ա եղել։ Դուրս է գալիս մարդը կամ հիվանդ տանը ծանր պարկած է, նույնիսկ այն ամենահասարակ դեղամիջոցների առնելու կարիք ունի, ոչ մեկին հեռախոսը չունեն, ինքը ոչ մեկին ոչինչ չի ասում, տոլա հարցա ինքն էլ երևի չունի ոչ մեկ հեռախոսը, բայց մի 5 տարի, 10 տարի, 20 տարի հավատքի մեջ է։ Ավելի վատ, երբ որ հիվանդանոց է անկած, ու ոչ մեկը խմբապետը նույնիսկ չգիտի, այս մարդը ինչն է պատճառը, որ չի գալիս։ Եկեղեցին էլ հոդա FSB չի, կամ որ սաղի համարները անպայման ունենա, որ հանկարծ մեկը չպլստա։ Ուզում ես արի հավաքույթի, արի, ուզում ես չգաս, մի արի։
Որտե՞ք հավաքույթի չեք եկել հաջորդ օրը հրացանով ձեր հետևից են եկել, դավայ շնելով, քննիխով գնացին հավաքույթի։ Ընդհանրապես եկեղեցու անդամ դառնալը անհամեմատ ավելի դժվար է, քան եկեղեցուց դուրս գալ։ Չես ուզում գաս, գնում ես ու գնամ, որպեսզի մտնես, դառնաս եկեղեցու անդամ, պետքա ճիշտ է շատ հասարակ, բայց շատ անկեղծ բաների պիտի համապատասխանի քո հավատքը։ Դու պետք է անկեղծությամբ հավատաս Հիսուսին, ապաշխարես քո մեղքերից, մեղքի մեջ չապրես, այդ դեպքում դու կարող ես դառնալ եկեղեցու անդամ։ Ու այսօր մենք պետք է հասկանանք, սիրելի քույրեր, եղբայրներ, որ հաղորդակցությունը դա ոչ թե կարևոր է միայն, այլև դա ցուցանիշ է, թե այս մարդը Քրիստոսի մարմնի անդամ է, թե չէ։ Ինչն է պատճառը, որ այս մարդը չունի քույր եղբայրներ, որոնց հետ հաղորդակցում է։ Իհարկե մենք ի վիճակի չենք հաղորդակցվենք անընդհատ 20, 30, 50 հոգու հետ, բայց մի 4-5 հոգի էլ գոնե չլնեն, մի 4-5 հոգի, որոնց հետ մենք շաբաթը գոնե մի անգամ զանգվում ենք, հանդիպում ենք, բարև բարլուս, ոնց ես, որ մեկը զանգի ասի, որ հիվանդացել եմ, ասես, որ հիվանդության պատճառով այսօր հավաքույթի չեմ կարող գալ, որ իմանանք, որ այս մարդը չի եկել հավաքույթի հենց հիվանդության պատճառով։ Հաղորդակցությունը դա շատ կարևոր բան է։ Մի քանի բաներ ուզում եմ շեշտեմ հաղորդակցության համար, որպեսզի մենք մեր սրտերի մեջ էդի նկատի ունենանք։ Էլի եմ ասում, չեմ ուզում լիքը մեջբերումներ, չնայած որ իմ մոտ շատ խոսքեր կա մեջբերումներ Աստծո խոսքից, հաստատող խոսքեր, որոնք հաստատում են այն ինչ որ ասում եմ։ Առաջի հերթին ռուսերենով ասեմ, надо искать не дружбы, а больше искать общение, потому что друзья появляются через общение. Շատ անգամ մարդը ձգտում է ընկերությամբ, ընկերը դա նույն քրիստոնյան է, աշխարհից ուզում եմ շեշտեմ, ընկեր չի կարող լինի։ Եթե մեկը աշխարհում ունի մոտիկ ընկեր, ուրեմն այդ մարդը կամ նորահավատ է, դեռ չի կտրել այդ բաները, կամ էլ ինքը ընդհանրապես հավատքի մեջ չի, որովհետև արժեքները այնքան տարբեր են անհավատ աշխարհի, որ այդ ընկերը դաժե որ ինքն էլ դուրս չանի, նա կհեռանա սրանից, որովհետև սա չի կարող նրա հետ կեղտոտ անեկդոտներ պատմել, սա չի կարող նրա հետ գնա շնության, խմելու, ծխելու, հաղորդակցության մեջ հնարավոր չի այդ արժեքները լրիվ չեն համընկնում եւ մտերիմ ընկեր ունենալ աշխարհի մեջ քրիստոնյայի համար դժվար է, ավելի ճիշտ հնարավոր չի եւ Տիրոջ խոսքն է ասում, որ չար ընկերակցությունները բարի վարքը կապական են։ Եթե մեկը ասում է ես քրիստոնյա եմ, աշխարհում հնգերություն եմ անում, որ վկայեմ, սուտ ասում վկայելու համար պետք չի ընկերանալ, նարկոմանի հետ պետք չի ծակվել, որ նրան վկայես, ծխողի հետ պետք չի ծխել, որ նրան վկայես։ Էլի եմ ասում, հարցը պարզ խոսակցության մեջ չի կա, ասենք գործընկեր ասած հասկացողությունը, քանի դե դու գործի տեղն ես, գործ ես անում ու հետը շփվում ես։ Ես անհավատների հետ ցեխում աշխատել եմ, նստած խոսում ենք, մեկը այդ դա էլ է դժվար, բայց իրանք սենց ասած ինձ են ծանրացրել իրանց խոսակցություններով, ես էլ եմ իրանց ծանրացրել իմ խոսակցություններով, այսինքն ավետարան եմ անդադ բանարել ու զգացել եմ, որ իրանց հարմար չի իմ հետ, ինձ էլ հարմար չի իրանց հետ, իմ ռոտայի, որտեղ ծառայում էի բանակում սերժանտը, մի օր սես բան ասավ, Мартиросян, уйди отсюда, возле тебя даже хулить не получается. Այսինքն իրանց համար դու անհարմար ես։ Այդ ինչ հավատացյալ է մարդը, որ իր մտերիմ անհավատ ընկերը իրան պահում անեց, ոնց որ ինքը առաջ էր պահում։ Հնարավոր չի սիրելի եղբայրներ։ Մեր արժեքները այնքան տարբեր են Քրիստոսով, որ մենք պետք է հասկանանք, եթե ես ասեմ քարոզի ժամանակ ընկեր, ի նկատի ունեցեք, ես ի նկատի ունեմ եկեղեցին։
Ինչով է տարբերվում ընկերը, քրիստոնյայի ընկերը եկեղեցու մեջ սովորական քույր եղբայրներից։ Ոչ մի բանով չի տարբերվում, բացի մի բանով։ Դու այդ մարդուն ավելի լավ ես ճանաչում եւ այդ մարդուն կարող ես ավելի շատ սիրտդ բացել դատարկել, քան մյուս քույր եղբայրներին։ Այսինքն Հիսուսը ինչ ասավ, դուք եք իմ ընկերը, որովհետեւ ծառան չգիտի ինչ անում Տերը, բայց ընկերը գիտի, ընկերոջը կարողանում է ասել։ Այսինքն ընկեր ասած հասկացողությունը եկեղեցում դա ավելի մտերիմ քույրը կամ եղբայրն է, որին կարողանում ես դու սիրտը դատարկել կամ էլ կիսվել քո ամենանուրբ բաների մասին, որը որ դու չես կարող դա անել ուրիշների հետ։ Բայց դու չես կարող ասել, քանի որ ես եղբայրը կամ քույրիկը իմ ընկերը սա, ես նրան ավելի շատ եմ սիրում, քան ես եղբորը եկեղեցում, որը իմ ընկերս չի։ Դա աչառություն է, մենք պետք է իրան սիրենք նույն ձևով։ Մենք չենք կարող ասենք, ես եղբորը, քանի որ իմ ընկերս է, օգնեմ, իսկ ես մի եղբորս, եղբայրը եկեղեցում է, կարամ օգնեմ, բայց չօգնեմ, բայց դե հնգերս չի, ինչ օգնեմ։ Որովհետև Տիրոջ խոսքի մեջ չի գրված ընկերասիրության մասին, գրված է պատվիրանը եղբայրասիրության մասին։ Եվ եղբայրասիրությունը դա հենց այն է, ինչ որ մենք պետք է հասկանանք հաղորդակցության մեջ։ Եվ այսպես մենք պետք է եկեղեցում սկզբից չփնտրենք ընկերներ։ Ես օրինակ որ դարձի եկա, ինձ համար ամենադժվար բաներից մեկը առաջին իհարկե այդ մեղքերից ազատագրվելու օրերն էր, պրոցեսներ, բայց ամենադժվար բաներից մեկը, որ ես նվիրեցի իմ կյանքս Հիսուսին, առաջի տարի ու կես, 2 տարին ես եկեղեցում ընկերներ չունեի։ Հետո մտերմացա, հետո սկսեցի շփվելը եւ այսօրվա դրությամբ այն ժամանակ իմ մտերիմ ընկերներն էին Ավետիս աղբերը, Արտակ աղբերը երրորդ մասի, Հայկազ եղբայրը, Կրասնոյարսկի Արմեն եղբայրը, որոնց հետ ես ավելի շուտ էի դարձի եկել, քան իրանք, որ իրանք դարձի եկան, ես իրանց հետ սկսեցի կիսվելը, թե խոսքով, թե բանով, եւ մեր ընկերությունը սկսվեց հոգեվոր, հետո մենք իրար հետ ծոմ էինք պահում, հետո իրար այցելություն էինք անում, իրար հետ գնում էինք միտեղ նստում, կիսվում մեր Տիրոջ մասին, ծառայում էինք իրար հետ, ես կարողանում էի իրանց ու իրանք էլ ինձ ավելի, սենց ասած, նուրբ բաներ կիսվենք։ Ուզում եմ ասեմ, սիրելի քույրեր եղբայրներ, որ մեր կյանքի մեջ ընկերություն ասած հասկացողությունը եկեղեցում դա մեր կյանքի նպատակը պետք է չլինի։ Դա կգա։ Մեր կյանքի նպատակը հաղորդակցությունն է։ Մենք այդ պատվիրանը ունենք։ Եվ մենք երբ որ գալիս ենք եկեղեցի, մենք պետք է չփնտրենք, նայենք, ջոգենք, ով է իմ ընկերս դառնալու։ Այլ պետք է հաղորդակցվենք, բաց լինենք հաղորդակցվելու բոլոր քույր եղբայրների հետ։ Ի վիճակի չենք բոլորի հետ, բայց պետք է բաց լինենք։ Ուզում եմ շեշտեմ, որ այն քրիստոնյաները, որոնք դարձի են գալիս, սենց ասած նորահավատ, ու ընթացքում ուզում են եկեղեցում ընտրեն ավելի, սենց ասած, լավերին, ռուսերենում ասած դաստոյնիներին, էլի, սենց այս սրա հետ պետք ընկերություն անել, սա երևում է, որ փողոտ է, այն մեկն երևում է, որ սա շատ ժիր է, ճարպիկ է, երևում է, գիտեք ինչ, շատերը դրա միջոցով թակարդն են ընկնում։ Ես շատ անգամներ եմ տել, հավատացեք, շատ անգամներ եմ տել եկեղեցում, որ մեկ էլ տեսնում ես աշխարհից դարձի եկավ մարդը, ու լադեր ինքը իներցիայի տակ է իր աշխարհիկ հասկացողությունն է, ու ինքը դարձի է եկել, բայց նա դեռ իր մեղքի զգացումը շատ չունի։ Գիտեք ով է դժվար կարողանում ներել։ Դժվար կարողանում է ներել նա, ով որ լա իր մասին
շատ բան չգիտի։ Ով է ինքը։ Եթե մենք մեր մասին իմանանք, թե ով ենք մենք հեշտությամբ կարող ենք ներել։ Բայց թե նորահավատը ինչքան ուզում է մեղքի զգացում ունենա, նրա ես որ դարձի եկա, ես հենց գիտեի, որ հանդիմանությունը սա էր, ծխել, խմել, հայհոյել, շնություն եւ այլն մի քանի մեղքեր կար, ասում էի, որ սրանցից ես ազատվեմ, ես սուրբերի սուրբն եմ, ես դա դեռ չգիտեի, որ կեղծավորությունը, նախանձը, բարկությունը եւ այլն, ես դրանց մասին սկի տեղյակել չէի, որ դες բաներ կա։ Երևացող ինչ որ մեղքեր կար, ասում էի հենց սրանցից ես ազատվեմ, ուրեմն ես կլինեմ երևի աշխարհի ամենասուրբ մարդը։ Բայց հենց դրանցից Տերը ազատեց, մյուս ցուցակը տվեց իմ սրտի խշտվտանքի վրա, հետո դրանից ազատվելուց ուտեց կամած իմ կյանքից մեջ ես երևի 2 տարի, 2 տարի ու կես պետք եղել, որպեսզի մեղքի թագավորությունից ընդհանրապես ազատ լինեմ։ Միշտ հարձակումները կան, բայց դա թագավորության հարց չի, որ կրկնվող մեղքեր լինեն։ Եվ հանկարծ այդպիսի մարդը դարձի է գալիս ու ինքը սիրել է աշխարհում, գիտեք ինչ աշխարհում սես բան կա։ Պարտքովը լի լավ ավտո առնեմ, որ լավ տղեկի հետ նստեմ վեր կենամ, որ տենամ, որ ես մի անհավատ բարեկամ ասավ, Աչեհային 07 ասավ, որ 07 առնեմ հետսով հաշվի կնստի։ Այսինքն մարդը ուզում է առնի լավ ավտո, հագուզ, բան, որ իր հետ համաձայնվեն շփվելու, հաղորդակցվելու։ Թե ու կտանի այդ ձևի ընկերությունը չգիտեմ։ Բայց տեսնում ես այդ խասյաթով, կոպիտ ասած, բնավորությամբ, գալիս եմ եկեղեցի ու մեկ էլ տեսնում եմ, որ այս մեկը ոնց որ թե հաջողակ բիզնեսմեն է, շուտվա եղել։ Չգիտենալով, որ այդ եղբայրը հաջողակ է, ոչ թե աշխարհում ա եղել, այլ եկեղեցում ա դարել։ Ու հումիներ արժեքներն ենքան տարբեր, հետո էլ գալիս են ու նեղանում են, թե ես ուզեցա հետը ընկերություն անեմ, ինքը մոտ չեկավ։ Ուզեցա սրա հետ ընկերություն անեմ, նա մոտ չեկավ։ Այս մեկը սենց, այն մեկը նենց, այդ պատճառով ուզում եմ շեշտեմ, ընկերություն պետք չի փնտրել, հաղորդակցություն է պետք փնտրել, բոլորի հետ բաց լինել ու համոզված եմ, որ Տերը մեր կյանքի մեջ կբերի այն մարդկանց, որ մի որոշ ժամանակ հետո մենք կտեսնենք, որ այս մարդկանց հետ, ասենք, շփվեցինք, հաղորդակցվեցինք 10 հոգու, 30, 50 հոգու հետ, որոնցից 3-ը, 4-ը, 5-ը Տերը մեր կյանքի մեջ դրեց, որպեսզի մենք հաղորդակցվենք։ Այնպես որ ավենա լավերին, քակերտավոր դաստոյնիներին պետք չի եկեղեցը ընտրել, որպեսզի շփվենք, հաղորդակցվենք, այլ պարզապես պետք է բաց լինենք բոլորի հետ։ Հաղորդակցության մեջ ելիքուր երեխայներ, մենք պետք է մնանք քրիստոնյա։ Հատուկ բաներ չկա էլի սենց։ Մենք պետք է մնանք քրիստոնյա։ Ինչ է նշանակում քրիստոնյա, որ չմբամբասենք, չչարախոսենք։ Մեր լսածը ուրիշին չտանենք, տանող բերող չլինենք։ Շատերն ասում են, Չոտը հաղորդակցվեցի, հիմի ոչ մեկը հետս չի ուզում հաղորդակցվի։ Հա, լեզուտ երկար է։ Հաղորդակցության ժամանակ պետք չի իշխել։ Ինչի մարեմ ասում, սիրելի քույր երեխայներ, հարցը սրա մեջ է, որ երբ որ մենք հաղորդակցվում ենք, մենք պետք է մնանք քրիստոնյա։ Այսինքն կասկածամիտ չլինենք, չարախոս չլինենք, բամբասանք չլինենք, տանող բերող չլինենք, որտեւ ինչի են դադարում ոմանք հաղորդակցվեն իմ մյուսների հետ։ Ասում են, ինչ պատմեցի իրան, սիրտս դատարկեցի, գնացավ աշխարհին պատմեց։ Էլ ոնց շփվես այդ մարդու հետ։ Հետո սենց մի բան էլ կա։ Ես անընդհատ մեր եկեղեցու սովորացնում եմ, երբեք քու սիրտդ միջև վերջ
խոստովանանքի բաներ մի անի քույր եղբայրների հետ, այլ ծառայողին արած։ Այն ծառայողին, որին համոզված ես, որ ինքը ոչ մեկին չի բան։ Քույր եղբայրների հետ, հա, կիսվի ինչ-որ նրբություններ, բայց ընտանեկան նրբություններ, ոբշեմ, մի մերկացնի, այն ինչ-որ պետքա մերկացած չլինի։ Հույսով եմ հասկանում եք դա։ Ու գիտեք ինչ, միացենց բան էլ կա, որ մարդիկ խուսափում են շփվելուց, շատ կասկածամիտ են, իրանք շատ կասկածամիտ են, իրանց հետ շփվում ես, ինքը անդադ քու խոսքերի մեջ տեսնում է, դու ինչ ես ուզում, քլնգես, իմանաս, որ օգտագործես դա, հարցեր են տալի, գիտեք, ես երբեք մարդկանց հետ շփվելիս ֆինանսական հարցեր չեմ տալի, դուք մի ինչքան եք աշխատում, ինչքան եք անում, մի այս 29 տարվա մեջ կարող է մի 5 անգամ ա եղել, երբ որ լուրջ ծայրահեղ վիճակի մեջ ա եղել ընտանիքը, եկել են ասել են, որ մենք մեծ պարտքերի մեջ ենք, ու ես ստիպված եմ եղել, նույնիսկ սենց բանով ասել, որ եղբայր ջան, քույրիկ ջան, իսկ ձեր ընտանիք շատ կներեք, որ հարցնում եմ, ամսական, մոտավորապես, դաժե այդ խոսքն եմ ասել, որպեսզի չկոնկրետան, մոտավորապես ինչքան գումար ա մտնում, ինչքան եք դուք ծախսում, զարմանալի է, բայց մարդիկ չգիտեն ինչքան են իրանք ծախսում, ու շատ անգամ չգիտեն նույնիսկ ինչքան ա իրաց տուն գումար գալու, նվիրված մարդիկ միշտ գոնե 10-ով ինչ որ ձևով կարողանում են հասկանալ ինչքան ա գալիս, բայց մեկա հարցը սրա մեջ ա, որ մարդիկ չգիտեն, սահմաններ չունեն, ծախսի սահմաններ չունեն, ուտելիքի համար այս ամիս ես կան, օրինակ մեր տանը մենք շաբաթական ծախսով ենք անում, միջև հիմի, շաբաթվա համար առնում ենք, այն մյուս շաբաթվա առնելու համար, ի նկատի ունենք, այս շաբաթ ինչ ենք առել, ինչքան ա մնացել, ասենք գրեչկա ա մնացել, բան, առնում ենք արդեն մյուս շաբաթվա համար, այն ինչ որ այս շաբաթվա մի քիչ մնացել ա, դա հաշվի առնելու, եւ այլն, մարդիկ չունեն սիստեմ ծախսելու, մարդիկ չգիտեն ինչքան գումար ա գալի, ինչքան ա ծախսվում եւ այլն, այն ինչ որ սահմաններ չունի, այսօր մենք տեսնում ենք Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի, բանի, որ սահմանները ընդգծված չի, ինչ մեծ բաներ ա կատարվում։ Նույն բանը, երբ որ մեր կյանքի մեջ չկան սահմաններ ֆինանսների մեջ, մենք միշտ պետք է փոստ ունենք։ Ու երբ որ մենք հաղորդակցվում ենք իրար հետ, պետք չի այդ հարցերը տալ անընդհատ, բա դուք միշտ կամ մարդը կասի, չի ասի։ Հաղորդակցությունը ինչի մեջ ա կատարվում, սիրելի քույրեր եղբայրներ, հաղորդակցությունը կատարվում է ոնց ասած, որ մենք իրար հետ հաղորդակցվենք հոգևորի հետ, այսինքն հաղորդակցությունը չի ասում, հենց նստեցինք իրար ասում ենք, հա ինչ հայտնություն ես, իհարկե դա էլ է, բայց հաղորդակցությունը նաև ի նկատի ունի կենցաղի շուրջը, որտեղ ինչ են էժան ծախում, որտեղ ինչ կարելի է առնել, ինչ գործ կա, ինչ կա, այսինքն կենցաղի շուրջը նույնպես մենք կարանք հաղորդակցվենք։ Ես շատ պրիմիտիվ բաներ եմ ասում, սիրելի քույրեր եղբայրներ, բայց շատ անգամ նույնիսկ այս պրիմիտիվ բաները չկա։ Ուզում եմ պարզապես մի հարց տամ։ Քանի հոգի կա մեր կյանքի մեջ, հոգևորներ, որոնց հետ մենք անընդհատ հաղորդակցության մեջ ենք։ Ինձ համար հաղորդակցությունը սա է, որ գոնե շաբաթը մի անգամ հանդիպում ունենանք այդ տվյալ մարդկանց հետ, որոնց հետ հաղորդում, մեկի հետ, երկու հետ։ Եկեղեցունը չէ, եկեղեցուց դուրս, նստենք, շփվենք, իրար համար ջան ասենք, ջան լսենք, իրար համար աղոթենք ու պատժերշկա եղնենք։ Ում կարող ենք մենք զանգել, ասել, որ այսօր մենք ցավոք սրտի ինչ պատճառով հավաքույթի չենք կարող գալ։ Սիրելի քույրեր եղբայրներ, ուզում եմ
որպեսզի մենք հասկանանք, որ հաղորդակցությունը դա ցուցանիշ է մարդու հոգևոր վիճակի։ Դուք կարող եք չընդունել, կարող եք ընդունել, բայց դա տենց է։ Ու եթե մենք չենք տենում մեր կյանքի մեջ մարդկանց, որոնց հետ մենք իսկականից անընդհատ հաղորդակցության մեջ ենք, այդ անընդհատն էլ ասեցի մինիմում գոնե շաբաթը մի անգամ, ու դա լավ կլինի, որ մի հոգի չլինի, դա վտանգավոր է, եթե մի հոգի է, եթե մի հոգի է, դա լավ չի վերջանում։ Դա գոնե պետք է լինի 3-5 հոգի, որոնց հետ հաղորդակցություն։ Ընկերության մասին չի խոսքը, կիսվել, աղոթել, շփվել իրար հետ։ Մի բան էլ շեշտեմ։ Մենք պետք է ուշադիր լինենք, ուշադիր լսենք ու երեխաներ, որ այն հաղորդակցությունները, որ մեզ շինություն չեն պատճառում, խուսափենք այդ հաղորդակցություններից։ Ձեր մոտ հաստատ եղել, բոլորի մոտ դա եղել, երբ որ շփվում ես որից է մեկի հետ, ու երբ որ պրսնում է ձեր շփումը, դու զգում ես, որ ներսը ծանրացած է, դատարկված է, խստացած է, ապստամբությամբ լցված եւ այլն եւ այլն։ Ում հետ որ շփում ես, դու դա պետքա քեզ շինություն բերի։ Էլի եմ ասում, ես շփումը եկեղեցի մեն կապում եմ։ Գիտեք ինչքան է եղել, որ քույր եղբայրները շփվում են ու հետո ստիպված այդ նրանք անդադ զանգում են, կներեք իս տզի նման անընդհատ կպչեմ։ Մարդ է մանգալի, որ իրանց տրտունջը անընդհատ ասեն։ Հենց նստում են, ասում են, այս եկեղեցը մեզ քույրիկը սենց, այս եղբայրը նենց, հովիվը սենց, ծառայողը նենց, բայց ֆինանսները ոնց, բայն ոնց, այսինքն մարդուն անընդհատ այդ հաղորդակցությունը ծանրացնում է։ Եվ այդ հաղորդակցությունը շինություն չի բերում։ Հիշեք, Պողոս առաքյալը շատ անգամներ է ասում նրանից избегайте, որ փախեք այդպես բաներից։ Ես մի քիչ կոպիտ խոսք եմ ասում եմ ինչպես թունավոր օծից կփախչեիք, փախեք այն քրիստոնյաներից, որոնց հաղորդակցությունից հետո, ու մի անգամի մասին չի խոսում։ Դու տեսնում ես, որ ամեն հաղորդակցվելուց հետո քո հավատքը շինություն չի ստանում, քո հոգին, քո սիրտը ծանրանում է, մի շփվի նման մարդկանց հետ, շփվի նրանց հետ, ովքեր քեզ շունի։ Ծառայողների մասին չի, որովհետև ծառայողները ստիպված են եղնում ծառայեն, ոչ թե հաղորդակցվեն, այսինքն լսեն ու օգնեն։ Եթե մեր ու Հիսուսի հետ հաղորդակցություն կա, հնարավոր չի, որ դա չծնի հաղորդակցություն քույր եղբայրների հետ։ Դա հնարավոր չի, որովհետև դա իր ժողովուրդն է։ Ուզում եմ մի բան ասեմ։ Նույնիսկ չգիտեմ, կընդունեք թե չէ, բայց ես տենց եմ հավատում ու եկեղեցում սիրիր քո ընկերոջը քո անձի պես, դա հեթանոսներին չի վերաբերվում։ Դա միայն վերաբերվում է քրիստոնյաներին։ Ահեթանոսների մասին չի խոսում։ Դա թեկուզ տկար քրիստոնյային, դա վերաբերվում է քրիստոնյաներին։ Անհավատների համար միայն մենք ունենք մի բան, մենք էլ ենք ընդդեմ ավետարան։ Ով որ ընդունեց եւ հավատաց, պիտի փրկվի։ Ով որ չհավատաց, գրված է Աստծո բարկությունը նրա վրա է։ Անհավատների հետ մենք հաղորդակցության բան չունենք։ Իհարկե, քրիստոնյայի բարիությունը միշտ տանում է նրան, որ քրիստոնյան ձեռք կարա մեկնի իր բարիությամբ ցույց տա, որ ինքը քրիստոնյա, բայց պատվիրանը սիրիր քո ընկերոջը քո անձի պես, դա վերաբերվում է միայն Աստծո ժողովրդի նկատմամբ։ Քանի անգամ է եղել, իսկականից բարիս բուն քանի 3-4 անգամ եղել է, որ ես տեսել եմ ձմեռվա այն մառոզին խմած մեկը ընկած է։ Կողքին կանգնել եմ, իհարկե ես ի վիճակի չեմ բանանեմ, եթե դա իմ եղբայրս էր Աստված ոչ արած, ես իհարկե սենց ասած
եղբայրս խմար չի, բայց եթե ասենք ինչ որ պատճառով ընկել է, դա մի քիչ ուրիշ բայց նույնիսկ այս դեպքերը ես կանգնել եմ, մի 3-4 անգամ եղել է, զանգել եմ շտապօգնություն, իրանք էլ հասկանալով ում մասին է խոսքը, ես մի անգամ մի 20 րոպե սպասից տեղա չեն գալիս, զանգել եմ, ասում եմ, բա երբ եք գալիս, ասում եմ, բա ինչ, վերջը հասկացա, որ իրանք խմասների հիմա արդեն չեն գալի, ասեցի, խնդրում եմ, ասեք ձեր անուն ազգանունը, ես գիտեմ, որ ձայնագրվում է ձեր մոտ, դեսաղ բաները ձայնագրվում է, եթե հանկարծ այս մարդը մահացավ, դատի կանչեցի, ես վկա եմ կանգնելու, ու այդ ձայնագրությունը ձեր նկատմամբ բան կլինի։ 3 րոպեից ներկայացա։ Մի բան էլ ինձ կներեք ինձ այդ շորերը գոզոտ, բանով սենց, ես էլ հետները օգնել եմ, գցել ենք բան այդ շոֆերը ասավ մեջքս ցավում է, այդ կնիկը ասավ մենք չենք կարա դնենք ավտոն, ընդեղ մի 2 հոգի էլ խնդրել եմ անցորդներից օգնել են, գցել ենք ավտոն տարել են։ Ուզում եմ ասեմ սիրելի քույր եղբայրներ, որ մեր քույր եղբայրների հետ հաղորդակցությունը հիշում եք Պողոս Արաքյանն ասում է եւ նրանք լսելով որ մեզ ավետարանը տրվել է հեթանոսների համար Արաքյանների մասին տեսեք ինչ ասում հաղորդակցության ձեռք մեկնեցին հաղորդակցությունը դա միայն լայ անելը չի մասնակցելը մարդու կյանքի մեջ միայն խոսքով անելը չի սա ես ուզում եմ ամենավերջում սրանով ավարտեմ ու շեշտեմ որ հաղորդակցությունը չայ խմելով չի իհարկե թեյ խմելը իրար հետ շփվելը խոսքով դա հաղորդակցության կարևորագույն մասն է կազմում բայց հաղորդակցություն դա նշանակում է մասնակցություն զայմն է отношение փող հարաբերություն իրար հետ սիրելի քույր եղբայրներ որ դու մասնակցում ես մարդու քույր եղբայրի կյանքի մեջ եղբոր ու քույրիկի մեջ մոտարապես նույն տարիքին պլյուս մինուս 5 տարի հնարավոր չի կարող եք դա ջնջել ձեր մոտից այդ ստերը որ ընկերություն հաղորդակցություն եկեղեցում քրոջ ու եղբոր մեջ եկեղեցու դա հնարավոր չի դա միշտ անում է մեղքից եղբայրները շփվում են եղբայրների հետ քույրերը շփվում են քույրերի հետ իհարկե եթե տարիքով մեծ ու փոքր է այդ մի քիչ ուրիշ է դա ուրիշ պատմություն է հազվադեպ բաներ է բայց օրինակ ես որ դարձի եմ եկել իմ շատ մեծ ներդրում է ունեցել իմ կյանքի մեջ մի քույրիկ որ բևայրի էր ինձանից մի 25 տարով մեծ այն ժամանակ ու իրանց տանը հավաքույթներ եմ գնում էի հավաքույթներից հետո թեր դնում մի քանի եղբայր քույրիկ մնում էին կամ էլ շուտ առավոտյան աղոթքներ եմ ու ինքը շատ բաներով կիսում էր ու ինձ համար դա մեծ օրհնություն ա եղել իրա հետ ես նորահավատ էի ու իրա հետ այդ հաղորդակցությունը բայց ինձ համար այն ժամանակ ինքը սենց ասած տատիկ ա եղել ու դա ուրիշ է ես նման ծայրահեղությունների մասին չեմ ասում ուզում եմ շեշտեմ որ հաղորդակցությունը դա փող հարաբերություն է ոչ միայն քեզ են հյուր կանչում, այլև դու ես հյուր կանչում։ Ռուսերեն սենց բան կա, ֆուտբոլ առանց վարոտի։ Մի որ մեկի հետ խաղաց ֆուտբոլ, դու ինչքան ուզում ես վատ խաղացող լինես, եթե դու վարոտ չունես, դու կրացես։ Մեկը այն մեկը կհոգնի, գնդակը դեսկը գլորի, դենքը գլորի, կհոգնի, հետո դու ոնց ուզում անում մի հատ էլ կխփես։ Այս նույն ձևի հաղորդակցությունը չի լմ դա մենք միշտ ձեր տուն ենք գալիս մենք միշտ ձեր տան հացն ենք ուտում միշտ շփվում ենք ձեր հետ հաղորդակցությունը դա փող հարաբերությունը Տեր օրհնի ձեզ եկեք ոտքի կանգնենք սիրելի եղբայրներ ուզում եմ ելի շեշտեմ որ եթե մենք հաղորդակցություն չունենք մեր կյանքի մեջ քրիստոնյաների հետ դա պրիզնակ ցուցանիշ է որ մեր հոգևոր վիճակը շատ վատ վիճակի մեջ է Տեր օրհնի ձեզ եկեք